Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Ես Գեորգի Թոմասյանն եմ Թբիլիսիից, Վրաստանից, եւ այսօր ձեր հետ միասին մենք խոսենք Վրաստանում ստեղծված շատ ծանր իրավիճակի մասին, շատ ծանր իրականության մասին, որովհետեւ իրավիճակը այստեղ աննախադեպ է։ Պետք է փորձեմ ամփոփեմ վերջի ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունները։ Առաջի հերթին գիտեք, որ տարածաշրջանում գտնվում էր այցով ԵԱՀԿ նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարը եւ եղել է ինչպես Երևանում, այդպես էլ Բաքվում եւ Թբիլիսիում եւ Թբիլիսի այցի ժամանակ ինքը այցելել է նաեւ խորհրդարանի առջև ընթացող ցույցը։ Դրա պատճառով ուրեմն ԵԱՀԿ գործող նախագահին տուգանել են 5000 լարիով, որովհետև ճակերտներում փակել է փողոցը այդտեղ ապօրինի ձևով եւ այդ պատճառով 5000 լարին մոտավորապես 2000 ԱՄՆ դոլար է անում։ Հիշում եք, այդ նույն տուգանքով ինձ էլ են տուգանել 2 անգամ, ուրիշներին շատ անգամ, նաեւ եւ դրա մասին ամիսներ առաջ մենք խոսում էինք, բայց դե ԵԱՀԿ նախագահին, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարին տուգանելը այդ ուղղությամբ, դրանից հետո ինքը չեղարկել է իր հանդիպումը Վրաստանի դե-ֆակտո վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ եւ առհասարակ սրվան լրջագույն ձևով հարաբերությունները ինչպես Ֆինլանդիայի հետ, այդպես էլ առհասարակ կարելի է ասել ԵԱՀԿ-ի հետ։ Դրանից հետո Ռուսաստանի ներկայացուցիչը ԵԱՀԿ-ում գովեց Վրաստանի իշխանություններին, ասաց, որ Վրաստանը անցկացնում է ինքնիշխան քաղաքականություն։ Բա հարգելի հայրենակիցներ, ոչ էլ թաքցնում են բացահայտ գովում են Վրաստանի իշխանություններին, այն պետությունը, որը Վրաստանի տարածքների 20%-ը ունի բացահայտ ուղիղ օկուպացրած եւ այդտեղ իր սեփական դեսպանությունները եւ զինված ուժերն է պահում։ Բացի դրանից, հարգելի հայրենակիցներ, երեք Վրաստանից հետ կանչվեց Գերմանիայի դեսպանը, Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը այդպիսի որոշում կայացրեց եւ փաստացի Վրաստանում հիմա չկա Գերմանիայի դեսպան, սա դիվանագիտական լուրջ քայլ է, դեմարշ է կարելի ասել դիվանագիտական եւ այդտեղ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հստակ ասաց պատճառը դրա եւ դրա պատճառը նրանում էր, որ Վրաստանը ծավալում է հակաեվրոպական միության, հակագերմանիայի եւ անձամբ ուրեմն արտակարգ եւ լիազոր դեսպան Պիտեր Ֆիշերի, Գերմանիայի դեսպանի դեմ այսպես ասած արշավ, քաղաքականություն եւ դրա զուգահեռ Գերմանիան այդպիսի որոշում կայացրեց։ Սա արդեն առաջի այսպիսի լուրջ դեպքն է, երբ դեսպան է հետ կանչվում Վրաստանից, ինչը Վրաստանի միջազգային մեկուսացման ուղղությունով լուրջ քայլ է ներառում։ Եվ բացի դրանից Գերմանիան հայտնեց, որ այսօր տեղի կունենա Եվրոպական միության արտաքին գործերի նախարարության հանդիպումը, նախարարների հանդիպումը, որի ընթացքում նախարարները կքննարկեն Վրաստանի հարցը։ Գիտեք, որ օրակարգում Եվրոպական միության կողմից դրված է պատժամիջոցների հարց Վրաստանի դեմ, այդ թվում դրված է կոնկրետ ազատ վիզայի ռեժիմի չեղարկման հարցը, որը շուտապույտ կարծում եմ, որ կորոշվի, որովհետև Վրաստանը խախտում է մարդու իրավունքները լայնածավալ ձևով։ ԵԱՀԿ նախագահ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարը իր հարցազրույցում ֆինլանդական ԶԼՄ-ների հետ ասաց, որ Վրաստանը խախտում է Հելսինկիի վերջնական ակտը, որի հիմքի վրա ձևավորվել է ԵԱՀԿ-ն, ուրեմն բացի դրանից ԵԱՀԿ գործող նախագահը ասաց, որ Վրաստանում ավելի շատ քաղաքական բանտարկյալներ են, ուրեմն per capita, ինչ կոչվում է, 1000 մարդու վրա հաշված, այսպես ասած, քան Ռուսաստանում։ Եվ սա այո, սա այն իրականություն է, որը դուք պետք է նաև գիտենաք եւ բոլորը գիտենան։ Ճնշումների մակարդակը եւ աստիճանը աննախադեպ է։ Հոկտեմբերի 4-ից հետո տասնյակ նոր մարդ են ձերբակալել, մոտավորապես 60, ընդհանուր առումով 110-ից ավելի քաղաքական բանտարկյալ ունենք այս պահի համար, բայց 3 միայն ընդունել են նոր օրենք, 4 օր առաջ ներկայացրեցի նոր օրենք, ըստ որի փողոցում կանգնելը, որի համար որ ԵԱՀԿ նախագահին տուգանել են,
միանգամից կնշանակի ադմինիստրատիվ ձերբակալում մինչև 60 օր։ Եվ այդ նոր օրենքով, որը 4 օր առաջ ներկայացրին, 3 օրվա ընթացքում 3 լսումով ընդունեցին, 3 էլ ուժի մեջ մտավ արդեն, պատկերացնում եք, չէ, ինչ իրավիճակ է, ապա այդ իրավիճակում փաստացի արդեն սկսեցին ձերբակալել մարդկանց, ով գտնվում է փողոցում, ճանապարհի վրա եւ ոչ թե տուգանում են իրանց, այլ ձերբակալում։ Եվ արդեն 15 հոգի ձերբակալել են, բայց սպասվում է, որ եւս ավել եւ ավել կձերբակալեն։ Ուստի Վրաստանում գնում են լուրջ ձերբակալումներ եւ ես դες պետք է ասեմ, որ Վրաստանում հիմա ես կդնեմ այս քարտեզը նաեւ Վրաստանում այսպիսի քարտեզ է տարածվում եւ ասվում է, որ սա է իրավիճակը Վրաստանում։ Այսպիսին է Վրաստանի այսօրվա կոնկրետ իրավիճակը։ Սա նշանակում է, որ տարածաշրջանում Վրաստան չկա, Վրաստանը օկուպացված է Ռուսաստանի կողմից ամբողջությամբ ռուս օլիգարխ Բիձինա Իվանիշվիլու միջոցով։ Ուստի, հարգելի հայրենակիցներ, իմ անձնական, ասենց ասեմ, իմ անձնական կարևորագույն առաջադրանքն է Վրաստանում ինչքան հնարավոր է այս գործընթացը առաջ ծավալել, որ պաշտպանենք մեր պետությունը Վրաստանը քաղաքացի լինելու իրավիճակում, միևնույն ժամանակ կարևոր է բոլոր հայերի համար պաշտպանենք Հայաստանը։ Հայաստանը պաշտպանենք ռուս օլիգարխների սցենարից, ռուսական օկուպացիայից, զավթումից, որը Վրաստանում տեղի է ունենում, եւ հասկանանք, որ այս տարածաշրջանում փաստացի կա կոնկրետ սցենար։ Կամ մենք Վրաստանի ճակատագիրն ենք կրկնում, եւ դա է իրանց նպատակը, ցանկությունը, ուզածը, եւ դրա պատճառով է հիմա ինչ տեղի է ունենում Հայաստանի ներքաղաքական դաշտում, որտեղ որ մենք ձեր հետ միասին շատ ակտիվ դրսևորում ունենք, որովհետև տեսնում ենք այս ամեն ինչը էլ ավելի լավ Վրաստանից, դա երևում է ամենալավ։ Հայաստանում ներքին դաշտում, որ կան պոպուլիստներ, ով առհասարակ քաղաքականությունից բան չի պատկերացնում եւ ուղակի ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակից ուղակի պոպուլիզմով են զբաղված իրանց սեփական քաղաքական կարիերան ձևավորելու համար, իմ համար դա անընդունելի է, որովհետև եթե դու չես պատկերացնում տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ինչու մասին խոսենք, առհասարակ։ Ձեզ պաշտոն տալու մասին, սա է ամբողջ կարևորությունը այս գործընթացի, պաշտոնում է հարցը։ Զարմանալի է իմ համար անկեղծ, բայց դե ինչ անես։ Վրաստանը եւ Ռուսաստանը ակտիվորեն տուգանում են եւ ես տեսա նոր ցույցը, որը Հայաստանի կառավարության շենքի առջև տեղի էր ունենում, բեռնատարների վարորդներին, նույնիսկ ձերբակալում է Ռուսաստանը եւ այո, մենք շարժվում ենք դեպի էմբարգո Ռուսաստանի կողմից։ Դեպի ամբողջությամբ սահմանափակում առևտրի ճնշելու են Հայաստանին նրա համար, որ Հայաստանում կազմակերպեն հեղաշրջում։ Ով է կազմակերպելու հեղաշրջումը։ Մենք ձեր հետ առանձին եթերներում խոսում ենք։ Ցանցը հստակ է։ Իվանիշվիլի 2, այսինքն Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Արթուր Վանեցյան, Դաշնակցություն, Սամվել Կարապետյան արդեն ասացի, հա, մեր ձևով, Կտրիչ Ներսիսյան, իր փոքրիկ խմբակով, Արման Թաթոյան, Էդմոն Մարուքյան, շարունակեմ, կարծում եմ պարզ է, բոլորը ով ռուսական սցենարը աջակցում են, այսպես, թե այնպես, բաց, փակ, բացահայտ, թաքուն, դա իմ համար տարբերություն չկա։ Ոնց կարվի, ես տեսնում եմ ով է աջակցում ռուսական սցենարը, ով է աջակցում Կրեմլի այս գաղափարը, ինչ ենք անելու մենք։ Մենք շուտապույտ ձևով բացելու ենք սահմանը Թուրքիայի հետ։ Մեզ է պետք այդ սահմանի բացումը, Թուրքիային էլ է պետք այդ սահմանի բացումը, Վաշինգտոնի օրակարգով դա պայմանավորված է, Վաշինգտոնը մեզ միջնորդ, Վաշինգտոնի միջոցով մենք բացելու ենք Թուրքիայի հետ սահմանը, բացելու ենք Ադրբեջանի հետ սահմանը, առևտուր ենք անելու եւ Հայաստանի Հանրապետությունը չպետք է լինի կախված Ռուսաստանից կամ Ռուսաստանի կառավարման
տակ հայտնված Վրաստանից ցավոք։ Ինչ վերաբերում է Վրաստանում իրավիճակին, ապա ասեմ ձեզ, որ տխուր իրավիճակ է, որովհետև բռնապետություն է ձևավորված, ճնշումները աննախադեպ են, օրենքը սրանից հետո փաստացի գոյություն չունի եւ օգտագործվում է ինչպես պետք է Բիձինա Իվանիշվիլուն եւ իր համակարգին, սպառնալիքները աննախադեպ են, շատ լուրջ են։ Ես չգիտեմ ինչքան վրաց ժողովուրդը, Վրաստանի քաղաքացիներս բոլորս կկարողանանք շարունակել պայքարը, անկեղծ ասած չգիտեմ, հեռանկարը պարզ չէ, Ռուսաստանը կարողացել է իր հաջողությունին, իր նպատակներին այստեղ հասնել պրոպագանդայի, ռուս օլիգարխների եւ ուրիշ այսպիսի մեխանիզմների միջոցով։ Իմ առաքելությունը նրանում է, որ ես Վրաստանում ինչքան հնարավոր է, ինչպես քաղաքացի անեմ իմ պետության շահերից բխող քայլեր, բայց նաև իմ առաքելությունն է Հայաստանը թույլ չտալ, որ նույն սխալը կրկնի։ Եվ մենք ձեր հետ միասին աշխատում ենք հենց այդ ուղղությամբ, որ դա թույլ չենք տալ։ Ուստի այդ պատճառով բոլոր մեխանիզմները պետք է կիրառվեն հայկական ժողովրդավարությունը, Հայաստանի սուվերենությունը պաշտպանելու նպատակով։ Եվ եթե մեկը կարծում է, որ մեզ ստիպելու է, ուրեմն ճնշելու է եւ ստիպելու է դառնալ Ռուսաստանի գուբերնիա, ապա դա տեղի չի ունենա։ Հայաստանը կբացի սահմանը եւ Թուրքիան կբացեն սահմանը, կբացենք սահմանը Ադրբեջանի հետ եւ կգնանք իրավիճակի հարաբերությունների կարգավորման ուղղությունով, բայց Հայաստանի սուվերենությունը ոչ մեկին չենք հանձնի։ Դա սահմանի բացումը Թուրքիային եւ Ադրբեջանի սուվերենություն հանձնում չի, հակառակը իրանք ճանաչում են դրանով Հայաստանի գոյությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանները Վաշինգտոնի օգոստոսի 8-ի օրակարգով մենք առևտուր ենք անելու, հարաբերություններ ենք ձևավորելու։ Ավելին ասեմ, հարգելի հայրենակիցներ, ես ուզում եմ ձեզ նաեւ ձեր հետ կիսվեմ եւ զեկույցի նման մի բան անեմ։ Օրերս ինձ առաջի անգամ արդեն հրավիրեցին ադրբեջանական ԶԼՄ, որը պետական է, ելույթ ունենալու, նկատի ունեմ հարցազրույց տալու։ Միջև այդ ինձ հրավիրում էին, գիտեք, Բեյդուլա Մանաֆի հետ մենք, որը Ամերիկայում է, ինքը ընդդիմադիր է ադրբեջանական պետության եւ Իլհամ Ալիևին հայերը շատ են իրան դիտում, դուք շատերը համոզված եմ ճանաչում եք, ինքը շատ ընդդիմադիր է, շատ կոշտ հայտարարություններ ունի Իլհամ Ալիևի դեմ։ Այդտեղ ինձ հրավիրել էին, ես համաձայնվեցի իհարկե եւ խոսել ենք, ռուսերեն է, կարաք իմ ռուսական ալիքում նայել, այստեղ ալիքում կա բոլոր իմ 4 ալիքների, կիսել ենք 4 ալիքների, գիտեք, 4 ալիքների հղումները եւ ռուսական ալիքում, ռուսալեզու ալիքում կա Բեյդուլա Մանաֆի հետ հարցազրույցը։ Նաեւ, հարգելի հայրենակիցներ, կա հարցազրույցը ադրբեջանական E-News-ի հետ, որը անգլալեզու իմ ալիքում է, որը այստեղ նաև կարող եք նաև գտնել։ Որտեղ որ ինձ առաջի անգամ չի որ հրավիրում են, բայց առաջի անգամ է որ համաձայնվեցի։ Ես միշտ իրանց ասում եի, որ մթնոլորտը հարաբերություններում պետք է լինի դրական, կամ պետք է համապատասխանի նրան, որ ես հարցազրույց տամ եւ ինձ այդ հարցազրույցի ընթացքում զգամ համապատասխան, որ մենք ինչ որ հարցերում իրար հասկանում ենք գոնե։ Հիմա համարում եմ, որ մթնոլորտը արդեն օգոստոսի 8-ից հետո դրական է ձևավորվել, ես համաձայնվեցի դրա վրա, այդտեղ մասնակցում էր լրագրողը Ադրբեջանից, մասնակցում էր վերլուծաբան Ադրբեջանից եւ վերլուծաբան Թուրքիայից, որը գտնվում էր կամ բնակվում էր, համոզված չեմ, Լոնդոնում, Միացյալ Թագավորություն։ Եվ քննարկումը վերաբերվում էր իրականում Ղազայի շուրջ տեղի ունեցած Եգիպտոսում այդ գագաթնաժողովին, խաղաղության, բայց տարածաշրջանի մասին էլ ենք խոսել։ Ես պետք է ձեզ հաշվետվություն տամ եւ ասեմ, որ իմ ելույթում, որը կարող եք դիտել, ասել եմ, որ համարում եմ կարևոր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մասնակցումը Եգիպտոսում այդ գագաթնաժողովում, դա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ մենք ընկալվում ենք մեծ տարածաշրջանի մաս,
որ մեզ նաև Հայաստան-Ադրբեջան ինչ-որ առումով փաթեթով են ընկալում, որ կարողանանք խաղաղության օրակարգով շարժվել եւ դեպի խաղաղության ձևաչափով ուրեմն այդ ուղղությամբ։ Ես այդտեղ նաև ասել եմ, որ համարում եմ, որ Հայաստանը, Ադրբեջանը եւ Հայաստանը, Թուրքիան գտնվում են խաղաղության օրակարգում եւ հարաբերությունների զարգացման փուլում, որ փոխշահավետ է սահմանի բացումը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, որ սա կարա բերի փոխշահավետ առևտրին եւ հարաբերություններին կայունությունին, որ Հայաստանը ինչպես սուվերեն անկախ ինքնիշխան պետություն նաև ունի շատ լավ հարաբերություններ թուրքական պետությունների միության կենտրոնական Ասիայում գտնվող բոլոր պետությունների հետ, այսինքն Ղազախստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի եւ Qırğızstani հետ, սա փաստ է։ Հայաստանը ցանկանում է նաև կայունացնել արժանապատիվ, ցիտում եմ, արժանապատիվ հարաբերություններ ձևավորել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ եւ ունենալ փոխշահավետ հարաբերություններ թուրքական պետությունների միության հետ, անդամ պետությունների հետ, այդ թվում Թուրքիայի եւ Ադրբեջանի։ Ես ասել եմ, որ դրական եմ համարում այն մթնոլորտը, որը հիմա ձևավորված է, որ այն գագաթնաժողովը եվրոպական քաղաքական ուրեմն գագաթնաժողովը, որը Երևանում պետք է ուրեմն գարնանը տեղի ունենա, ապա այդտեղ առաջնորդների մասնակցությունը շատ կարևոր է, նկատի ունենալով Ադրբեջանի եւ Թուրքիայի առաջնորդների մասնակցությունը Հայաստանում, երբ հայկական կողմը, հայկական պետությունը, Հայաստանի պետականությունը իրանց կհյուրընկալի այստեղ եւ իրան կհատեն Հայաստանի սահմանը, կմասնակցեն գագաթնաժողովում, ինչպես խոսքին ԱԱԾ-պետը գնաց Բաքվու մասնակցեց գագաթնաժողովում, սրանով ամրապնդելով նաև ճանաչելով մեր ինքնիշխանությունը եւ մեր պետականությունը, բացի դրանով ես ասել եմ, որ դա ձևավորելու է դրական մթնոլորտ, ինչպիսին Եգիպտոսում է, որովհետեւ հայ-ադրբեջանական, հայ-թուրքական խաղաղության եւ հարաբերությունների բարելավման օրակարգում մեզ դա շատ պետք է։ Սա ներկայացնում է այլընտրանք այն իրավիճակին, որի մասին սկզբում ես խոսեցի, Հայաստանը որևէ պետությունից, որևէ հարևանից չպետք է լինի կախված, ունենալով բաց սահմաններ բոլոր հարևանների հետ, կարգավորելով հարաբերությունները բոլոր հարևանների հետ, մենք կարողանալու ենք շարժվել դեպի ավելի ինքնիշխան եւ հզոր Հայաստան։ Հայաստանը չի չպետք է շարժվի այն ուղղությունով, որը կվնասի Հայաստանին, որը կբերի նրան, որ Հայաստանը կախված կհայտնվի Վրաստանից, այսինքն Ռուսաստանի վերահսկողության տակ հայտնված պետությունից կամ Ռուսաստանից ուղիղ, ուստի դիվերսիֆիկացիան, բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականությունը Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի Իսլամական Հանրապետության հետ, Վրաստանի հետ պահպանելով հարաբերությունները ինչքան դա հնարավոր է, եւ Եվրոպական միության Միացյալ Նահանգների հետ, ինչպես նաև Չինաստանի, մի խոսքով բոլոր, մենք մենակ երբ ասում ենք Թուրքիայի հետ սահման, նկատի ունենք Եվրոպայի հետ առևտուր, նկատի ունենք Մերձավոր Արևելքի հետ առևտուր, երբ ասում ենք Ադրբեջանի հետ սահման, նկատի ունենք Կենտրոնական Ասիայի եւ Չինաստանի հետ առևտուր, ուստի Հայաստանը պետք է կարողանա կախված չլինի որևէ մեկ պետությունից, եւ դա շատ կարեւոր է։ Ուստի հարգելի հայրենակիցներ, ես ասեմ, որ ընդհանուր առումով դրական էր, ես այնտեղ բազում անգամ ասացի, որ ամենակարևորը Ղազայի դեպքում եւ Հայաստան-Ադրբեջան դեպքում արժանապատվությունն է, որի վրա պետք է խաղաղություն ձևավորվի, եւ կարծում եմ մեսիջս Բաքու հասավ, մի քանի անգամ կրկնած, որ արժանապատվությունը հիմք է, պետք է լինի հիմք մեր հարաբերությունների համար եւ փոխշահավետ հարաբերությունների, ուստի մենք պատրաստ ենք փոխշահավետ իրավիճակի համար, այդ թվում թուրքական պետությունների միության հետ, մենք որևէ մեկի դեմ չենք այստեղ, որևէ մեկի համար խոչընդոտ չենք այստեղ, թիրախ լինելու նպատակ ցանկություն չունենք, բայց արժանապատիվ, ինքնիշխան, հավասար հարաբերությունները ձևավորելով տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը ճանաչելու միջոցով Վաշինգտոնի օգոստոսի 8-ի օրակարգով պատրաստ ենք շարժվել առաջ եւ ես ասեմ ձեզ, որ ապագայում այսպիսի հարցազրույցներ կազմակերպելու դեպքում ես նաեւ ձեզ հաշվետվությամբ այսպես հայերենով կներկայանամ, դուք նաեւ կարող եք հետեւել դրան, որովհետեւ կարծում եմ դա շատ կարեւոր է։ Իհարկե լուրջ չեմ վերաբերվում որևէ
անլուրջ մեկնաբանություններին, նկատի չունեմ այստեղ, չեմ կարծում, որ այստեղ լինի այնպիսի մարդիկ են այստեղ բաժանորդագրված եւ գրում մեկնաբանություններ, որ միայն եւ միայն հարգանք ունեմ ձեր հանդեպ, բայց առհասարակ հնարավոր է, որ որևէ մեկը Թուրքիայի կամ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ բաց մամուլով խոսալը փորձեն ուրեմն դավաճանություն անվանել, ապա ասեմ ձեզ, որ բաց հանրային քննարկումը, որը նպաստելու է մեր շահերին, ոչ միայն դավաճանություն չէ, այլ հակառակը հայանպաստ գործունեություն է, եւ մենք ծավալելու ենք հայանպաստ գործունեությունը, չնայած դրա ով ինչ ուրեմն բառապաշար է պատրաստվում օգտագործել, լինելու է խաղաղություն, մեր սահմանները խաղաղ են, մեր տղաները ողջ եւ առողջ են, իրանց մայրերը, քույրերը իրանց սպասում են տանը, համոզված են, որ ողջ եւ առողջ հետ գքան մեր տղաները, սահմանում լարվածություն չկա, կրակոցներ չկան, զոհեր վիրավորվածներ չունենք, ունենք խաղաղության օրակարգ, լինելու է առևտուր, լինելու է բարգավաճում, զբաղվելու ենք գերիների հարցով, զբաղվելու ենք բոլոր մնացած հարցերով եւ փորձելու ենք կարգավորել հարաբերությունները, հեշտ չէ, բարդ է, երկար ժամանակ պետք կլինի, բայց կամաց-կամաց կշարժվենք այդ ուղղությունով։ Կարծում եմ այսօրվա այս ելույթը այսքանով ամփոփեմ, շատ բարդ իրավիճակ է, մենք պետք է խելացի, ճիշտ քայլեր անենք այստեղից եւ փորձելու ենք այդ ուղղությունով շարժվել, ուստի ամեն ինչ իրար հետ կապված է, գիտեք։ Ներքաղաքականը, արտաքին քաղաքականը, Հայաստանը, Վրաստանը, տեղի ունեցողը, մեր այն ելույթը, այս ելույթը ամեն ինչ իրար հետ կախված է։ Կհանդիպենք, հարգելի հայրենակիցներ,